Օրենքների իմացությունը օգնում է մեզ կարգավորել մեր կյանքը ժամանակակից հասարակության մեջ։ Տեղեկացիր դրանց։ Նարեն և Ջոնը 1 տարով մեկնեցին Շոտլանդիա։ Նարեն որոշեց կրթությունը շարունակել Գլազգոյի բուհերից մեկում և ստացած գիտելիքները կիրառել Հայաստանում գտնվող իր նորաձևության սրահում։ Սակայն դրա համար պահանջվում էին Նարեի ատեստատի և դիպլոմի պատճենները ապոստիլով հաստատված։ Ինչ է, ապոստիլը ստանալու համար ես նորից Երևան պետք է գամ։ Մի անհանգստացիր, ես ինքս դա կանեմ։ Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն հասցեատերը, այլ նաև ցանկացած անձ։ Ապոստիլ կիրառվում է Հաագայի կոնվենցիային միացած երկրներում։ Իդեպ Շոտլանդիան էլ է Հաագայի կոնվենցիային միացած երկրներից, ինչպես եւ Հայաստանը։ Միայն թե խնդրում եմ, որքան հնարավոր է շտապ։ Ապոստիլ դնելու համար դուք ներկայացնում եք ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարով վավերացված փաստաթուղթը, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիր։ Լրացնում եք դիմումը, նշելով ձեր անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսի համարը և փաստաթղթի անվանումը։ Ապոստիլով վավերացումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Պետական տուրքի գումարը կազմում է 5000 դրամ։ Կարող եք օգտվել նախարարության շենքում գտնվող տերմինալից։ Ապոստիլը կարող է դրվել նաև դիմումը հանձնելու հաջորդ օրը, եթե լրացուցիչ վճարեք 8000 դրամ։ Նարե, ամեն ինչ լավ է, փոստով ուղարկեցի, գործերիդ հաջողություն։